նախ մեր հարգանքը մատուցելով հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին, խոնարհվելով նրանց հիշատակի առջև, ուզեցինք նաև այն մասին, որ թերևս ճիշտ կլինի այսուհետև ապրիլի 24-ը նշել նաև որպես հայոց հզոր պետություն ստեղծելու հանձնառության ուխտի օր։ Միաժամանակ սա պիտի արվի, որովհետև ոչ մեկը մեզ չի օգնելու, մենք հույսը պետք է դնենք միայն մեր վրա։ Եվ պատմությունը ցույց է տվել, որ միայն այս պարագայինը, որ մենք կարող ենք հարատևել, երբ հույսը դնում ենք մեր վրա, այլ ոչ այլոց վրա, այլոց շահերի, այլոց եւ այլնի եւ այլնի։ Եվ քանի որ ապրիլի 24-ի օրը պարկեշտ չէր լինի խոսել նաև մեր սխալների մասին, թերևս այսօր մենք կարող ենք, մայիսի 1-ն է, պիտի մայիսի 1-ին հեռարձակվի այս հաղորդումը, այսօր կարող ենք անդրադառնալ նաև այդ հարցին, քանի որ շատ կարևոր է հասկանալ նաև, թե որոնք են եղել մեր սխալները, որոնք են եղել մեր սխալները, չկրկնելու համար դրանք, որքանով որ հնարավոր է այս հաղորդման մեջ խոսել այդ մասին։ Ուրեմն սիրելի Արտակ, շարունակենք զրույցը, ընդհատված տեղից գուցե, որովհետև այդ Ադրբեջանի հարցը շատ կարևոր է։ Մեր պատմագիտության մեջ վերջի շրջանում Թուրքիայի նկատմամբ կիրառվող այս տեսությունն է Թուրքիայի ընկալումը որպես ցեղասպան պետություն։ Ադրբեջանի պարագայում։ Չէ, Թուրքիային կիրառվում է, Ադրբեջանի պարագայում դեռ չի կիրառվում։ Եվ տվյալ դեպքում եւ գիտության մեջ, պատմագիտության մեջ եւ դիվանագիտության մեջ շատ ճիշտ պիտի լինի, որ մենք կիրառենք Ադրբեջանի նկատմամբ այդ ցեղասպան պետություն հասկացությունը, պետություն, որում ոչնչացում են ազգային փոքրամասնությունները։ Դրա համար կան բազմաթիվ փաստեր։ Ես երկու օրինակ բերեցի, որ հիմա էլ կրկնեմ, եթե ասենք Նախիջևանահայությունը 26 թվականի մարտահամարի տվյալները, որ բազմիցս հրատարակվել են եւ ոչ միայն ադրբեջաներեն, ռուսերեն հատկապես մոսկովյան բազմաթիվ հրատարակություններ կան, նաեւ օտար լեզուներով կան, եթե Նախիջևանի հայությունը 26 թվականին 111,000 էր, քրդերը Ադրբեջանում ապրող 41,000 էին, թալիշները 77,000, ապա 89 թվականին չկան։ Եթե մենք հայ ենք, լավ, մենակ մեզ ենք ներկայացնում, ապա այս դեպքում ինչ եղան քրդերը եւ թալիշները, հասկանալիորեն չգոլորշացան այդ մարդիկ, նրանք ենթարկվել են ասիմիլացման, զուլման, ցեղասպանության են ենթարկվել։ Եվ տվյալ դեպքում մեր դիվանագիտական փաթեթի մեջ այսօր անհասկանալի մի բան կա։ Ալիևը, այս որդի Ալիևը վերջերս հայտարարեց, որ ցանկություն ունի սկսել զրոյից։ Մերոնք ասում են ուզում է զրոյից գնա ԼՂՀ-ի հետ բանակցի։ Չեմ ուզում քննադատել մեր դիվանագիտական, այսպես կորպուսի ներկայացուցիչներին, գուցե նրանք ունեն ինչ-ինչ ինֆորմացիա, որ մեզ հասու չի, բայց կարծում եմ, որ այս վերջի մեր տարիների ջանքերը հակամարտությունը ներկայացնել Լեռնային Ղարաբաղ Ադրբեջան եւ ոչ թե հայ ադրբեջանական, այդքան էլ ճիշտ չի։ Որովհետեւ պարզ մի բան կա, ում համար հայտնի չի, որ Լեռնային Ղարաբաղը առանց Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի մի քանի ամիսա չէր դիմադրելու։ Սա այնքան պարզ է, այնքան հասկանալի եւ ամբողջ աշխարհը օգտագործում է հայ-ադրբեջանական հակազդություն։ Այո, կա այդ հակազդությունը այն օրվանից, երբ որ ստեղծվեց արհեստականորեն ստեղծվեց Ադրբեջան կոչված պետությունը 1918 թվականի մայիսի 27-ից ստեղծվեց այդ պետությունը եւ հավակնություններ հանդես բերեց մեր պատմական տարածքների նկատմամբ, որոնք հայաբնակ էին այն ժամանակ։ Եվ ինչ-ինչ ուժերով այդ պատմությունը կարծում եմ բոլորը գիտեք, իմաստ չունի այստեղ դասագրքային, այսպես հայտնի բաների մասին։ Տրոցկի, Կամեն եւ Զինովիև։ Շատ, ուրեմն այդ ամբողջ պատմությունը դե հայտնի է, երևի իմաստ չունի դրանց այսպես թվարկելը, դիվանագիտության մեջ այո, կա հայ-ադրբեջանական հակազդություն, եւ ուզում եք սկսենք զրոյից, սկսում ենք զրոյից։ Այդ դեպքում ցեղասպանության է ենթարկվել այս ազգային փոքրամասնությունները, հայկական դիվանագիտությունը իր փաթեթի մեջ ներկայացնում է Նախիջևանի խնդիրը, ներկայացնում է մյուս ազգային փոքրամասնությունների ոչնչացման խնդիրը եւ ներկայացնում է, որ էլի մերոնք չեն անում, շատ пассив են գոնե այդ առումով, մշակութային ցեղասպանության խնդիրը, որը հիշում եք 87 թվականի օրինակ Եվրոխորհրդի մեջ հատուկ կետ կար Արևմտյան Հայաստանում Թուրքիայի պետության կողմից հուշարձանների ոչնչացման, հայկական հուշարձանների ոչնչացման։ Ադրբեջանի կողմից
ոչնչացման մասին մենք չենք մտցրել դիվանագիտական մակարդակի։ Իհարկե, այս վերջի շրջանում մեր արտգործ նախարարության կողմից մեծ աղմուկով բարձրացվեց Ջուղայի խաչքարերի ոչնչացման հարցը, կաթողիկոսը հանդես եկավ, բայց սրանք պետք է մտցնել բանակցության process։ Այսօր ադրբեջանցիները երբ որ գնում են բանակցությունների, ընդհանրապես ամբողջ իհարկե, այսօր երբ որ գնում են բանակցությունների, տեսեք, ամեն անգամ այդ նույն բանը կա, իրենք պնդում են նույնիսկ Բաքվի ադրբեջանական բնակչության վերադարձի հարցը։ Իրենք էլ փայլուն գիտեն, դա բացառվում է։ Հնարավոր է մի դեպքում, եթե Ադրբեջանը զորքով հետ գրավի Շուշին։ Մենակ այդ դեպքում, բայց դնում են այդ հարցը։ Դնում են, որովհետև հասկանալի է, երբ որ մտնում ես դիվանագիտական բանակցություն, եթե, ինչ ասեմ, եթե ինչ-որ մի A հասկացություն ես ուզում, պիտի B ուզես, այդ A-ն B-ից մի 10 անգամ մեծ լինի։ Ես արդյոք մեր Պողոս Նուբար Փաշայի խոսքն եմ ուզում հիշել, երբ որ Փարիզի կոնֆերանսում Ավետիս Ահարոնյանի հետ մտածում էին, թե ինչ ծավալի այսպես պահանջներ ներկայացնեն, Ահարոնյանն ասում էր, ախր չեն տա, որ այդքան մեծ եք պահանջում։ Պողոս Նուբարի պահանջածը հայտնի է, Հայաստանի Հանրապետություն + 6 վիլայետ + Կիլիկիա։ Շատ հետաքրքիր է իր պատասխանը, ասում է, եթե մենք անգամ ոչինչ էլ չստանանք, սերունդերին կթողնենք մեծ Հայաստանի գաղափարը։ Փայլուն ձևակերպում է։ Եվ այստեղ տեսեք, մերոնք մտնում են բանակցությունների եւ կարող են հանգիստ խոսել, ասենք, 5 շրջանների վերադարձման մասին։ Ախր ո՞նց 5 շրջանների։ 7 շրջան, այո, մենք ազատագրել ենք, բայց մենք 7000 զոհ ենք տվել։ Կլորացված, թող ներվի ինձ, ուղղակի ստույգ տվյալներ չկան այսօր։ 7000 զոհ տվեցին եւ ինչ ասել է բանակցություններում մեր պատմական հողերը ազատագրելու համար։ Հիմա փոխարենը փաթեթ ավելի մեծացվի, Նախիջևանի հարց մտցվի, ազգային փոքրամասնությունների մնացած հարցերը Լեռնային Ղարաբաղից բացի Դաշտային Ղարաբաղի հարց մտցվի։ Այս ամբողջը մենք պետք է մտցնենք։ Այսօր սա մեր Մանավանդ որ իրենք անում են։ Իրենք անում են, տես ցեղասպանություն։ Ալիևը այս ճուտիկը տղան խաց է դնում հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանության օր։ Ֆիքսում է մարդը։ Խաց է դնում վերադարձը Շուշի ադրբեջանցիների։ Այսինքն նույն պատերազմական օրենքից ելնելով է սա անում։ Իսկ մերոնք չեն անում այս բանը։ Եվ դա պետք է արվի անպայման։ Ինչև է։ Հաճախ է լինում տխրելու առիթ, որ տեսնում ենք մեր պատմության մեջ նման սխալ գործվել է, բայց այսօր նորից կրկնվում է այդ սխալը։ Եթե այդպիսի սխալ ասենք թույլ տա մի ժողովրդի ներկայացուցիչ, որ պատմություն չի ունեցել, պետականության պատմություն չի ունեցել եւ սովորելու տեղ չունի կհասկանաս, բայց երբ որ մենք ենք թույլ տալիս, այդ գոնե անթույլատրելի է։ Ես այդ մասին է դակիր խոսք կա։ Ասում է այն մարդը, որ սովորում է ուրիշի սխալներից, խելացի մարդ է։ Այն մարդը, որ սովորում է սեփական սխալներից, այնքան էլ կորած չի։ Այնքան էլ կորած։ Բայց եթե ոչ ուրիշի սխալներից է սովորում, ոչ իր սխալներից է սովորում, այդ մարդը բացարձակապես անհույս վիճակում է։ Հիմա գոնե մտածենք այնքան էլ կորած չլինելու տարբերակի մասին, հա։ Մտածենք այդ տարբերակը։ Եթե չեն կարող շատ խելացի լինելը։ Տեսեք, նույն ապրիլի 24-ի մասին սա անընդհատ մտորելու հարց է։ Մենք մեր փառահեղ պատմություն ենք ունեցել եւ այստեղ մենակ ամենաթեթև թվարկումը նայում ենք Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի սկզբից, այսպես բարձր վեհ բարեպաշտական սկզբունքներով հզոր պետականություն, մեծ արժեքներ եւ մենք էլ գալիս է 1915 թվական։ Ոչ ավել, ոչ պակաս հայերը ցեղասպանության են ենթարկվում եւ ենթարկվում են ինչ որ թուրքի կողմից, որ համաշխարհային պատմության մեջ մի արժեք այդպես չստեղծեց։ Եթե մենք լինենք միայն հոգևոր արժեք ստեղծող, սա կասենք լավ, մենք մենակ ենք ստեղծել, մենք զենքի ունակ չենք եղել, բայց փառք Աստծո մեր պատմությունը հարուստ է քաջության, այսպես հզոր պատերազմների եւ հաղթանակների բազմաթիվ հաղթանակներով, որոնք զամարիորեն երբեք չեն նշվում։ Հա, եւ կամ հազվադեպ են նշում, այսպես ասենք, եւ բնականաբար այստեղ մտածելու բան է, տեսեք, ինչի համար մենք այնուամենայնիվ հասանք 15 թվականին։ Երբ որ մենք հետադարձ հայացք ենք գցում, այսօր տարբեր մեկնաբանություններ փորձում են անել, ասենք, մենք սկսեցինք թուլանալ, երբ որ չգիտեմ, ասենք, քրիստոնեությունը ընդունվեց, որ գոնե լուրջ չի, Աբսուրդ։ Մենք նայում ենք, ասենք, հարևան պետությունների օրինակը, չէ, ինչի ասենք Քրիստոնյա Ռուսաստանը կայսրություն ստեղծեց, Քրիստոնյա Անգլիան ծովերի թագավորություն էր, Քրիստոնյա Ֆրանսիան, մի խոսքով այսպես, մյուս ազգերի համար քրիստոնեությունը կայսրություն էր բերում, մեր համար հանկարծ պետք է պետականության կորուստի բերեր։ Շատ լավ օրինակ կա Բյուզանդիայի օրինակը։ Ուրեմն բյուզանդական բանակում
կարող էին վարձկան դառնալ ամեն ազգի ներկայացուցիչներ։ Ցանկացած մի պայման կար մենակ պիտի նա քրիստոնեություն ընդուներ։ Մենակ էս այդ պայմանը։ Եվ երբ որ այսօր դա ասում են, ավելի շատ սեփական սխալները ինչ որ մի երևույթի վրա բարթելու, ինչ որ մեկի վրա բարթելու այդ մոտեցումն է զգացվում։ Չեն ուրիշ հարց էլ կա, արտակ շատ արագ ասեմ, սա նայր քրիստոնեության պարագայի։ Այսօրվա այս գլոբալիստների կամ ամեն ինչ ուզում ես դիր, այդ համաշխարհային կառավարություն ստեղծել ձգտողների եւ կարծես թե ճանապարհին են արդեն երկու գլխավոր ճշնամիները ազգայնականությունն է եւ Քրիստոսն է։ Այս երկուսից են դրանք սարսափում։ Եվ հիմա այդ արշավն է տարվում նաեւ մեր երկրում, այստեղ Հայաստանում եւ Սփյուռքում։ Ազգայնականների, այսպես կոչված ազգայնականների ձեռքով հարվածել Քրիստոսին եւ հակառակը քրիստոնյաների այսպես կոչված ձեռքով հարվածել ազգայնականությանը։ Մի բան, որը դարձյալ ցույց է տալիս մեր գիտությունը այս հարցում, որովհետև Քրիստոսի պարագան շատ ենք խոսել այս մասին եւ այլն, ես չեմ ուզում կրկնվել, բայց հայը քրիստոնյայի ի սկզբանե իր ամբողջ էությամբ եւ Քրիստոսը բացարձակ հայկական երևույթ է։ Եվ հայը քրիստոնյա է մինչեւ Քրիստոսի ծնունդը, Քրիստոսի աշխարհ գալը։ Սա միանշանակ եւ կապ չունի սա, այդ աբսուրդը, որ փորձում են անպայման ներարկել, սա գալիս է դարձյալ այդ գլոբալիստների այդ խաղից, մեկին հանել մյուսի դեմ։ Մինչդեռ հայը քրիստոնյա է եւ քրիստոնյա լինելու համար պետք է նա հայ լինել, սա էլ է զարմանալի։ Ինչու եմ ասում սա։ Կայսրություն բերեց Անգլիային մյուսին, քրիստոնեությունը չբերեց։ Հետ գործածեցին քրիստոնեությունը։ Իսկ հայը երբեք իր հայկական լեռնաշխարհն իր հայրենիքը երբեք չփորձեց կայսրություն դառնալ այդ իմաստով, այսինքն ուրիշ երկրներ բերել կցել իրեն։ Խնդիրը սրանում է, որ քրիստոնեությունը չէ, որ քանդեց պետությունը, որովհետև քրիստոնեությունը պետություն քանդելու հատկանիշ չունի։ Հիմա ոչ թե ստեղծեց կայսրություն ուրիշ երկրներ իրեն կցելով, այլ լույս տարածելն էր իր առաքելությունը։ Հա, երևի այդ ազգային առաքելությունն, այս հասկացությունները շատ այսպես առանձին եւ շատ մեծ քննարկման առարկա է, որ երևի մի քանի առանձին հաղորդում պիտի անեք վարդանանքով դրա համար։ Ուրեմն, տեսեք, անշուշտ այստեղ պետք է մտածենք, լավ, որտեղից սկսվեց մեր անկումները։ Երբ որ մենք նայում ենք պատմության մեջ, տեսնում ենք բոլոր թշնամի օտար պետությունները հատուկ մի գիծ են, գոնե սկսած ասենք 4-5-րդ դարերից, ոչնչացնել մեր երկրում տերերի խավը, ազնվականությունը։ Նույնը Բյուզանդիայում կանի Հուստինյանոսը, նույնը Պարսկաստանը կանի, նույնը, չգիտեմ, հետո կգան արաբները 705 թվին Նախճեվանում խրոմ կվառեն մեր ազնվականներին, հետո կգա եւ այդ նախարարական տների ազնվականության ոչնչացումը իր բարձրակետին կհասնի մոնղոլական արշավանքների ժամանակ։ Սա իմ դիտարկումը չի շատ ավելի վաղուց եւ հատկապես Նիկողայոս Ադոնցի շատ մանրամասն հայտնի է ամենալավ ուսումնասիրած նախարարական տները ամենաշատ ուսումնասիրած մեր հիանալի պատմաբանի։ Եվ դրանից հետո մենք տեսնում ենք, որ իսկապես անկման հետևից եկավ։ Այսինքն, երբ որ չկա երկրի տերերի խավը, իրեն այդ երկրի տերը գիտակցող մարդկանց, ծառան բոլորի համար էլ ծառա է։ Վերջին հաշվով մոնղոլի համար էլ ծառա կներ, թուրքի համար էլ, պարսիկի համար էլ։ Այստեղ շատ կարևոր էր։ Տեսեք, անկումը եղավ եւ իրենք ոչնչացրեցին։ Բայց հետո գալիս է մի շրջան, երբ որ մենք սկսում ենք գիտակցել եւ մեր պատմությամբ վերադաստիարակվելով մենք հասկանում ենք, որ մենք հայ ենք եւ պետք է տեր կանենք մեր երկրին։ Եվ այստեղ հայոց պետականություն, երբ որ ստեղծվում է այսօր, առաջնահերթ խնդիրներից մեկը, եթե ոչ առաջնահերթը, պետք է լիներ երկրի տերերի ոգով դաստիարակվող սերունդը։ Սերնդի դաստիարակությունը առաջնահերթ խնդիր պիտի լիներ։ Այսօր մենք այդ քիչ առաջ ասված այդ գլոբալիստներ եւ այլն մենք տեսնում ենք մի քանի օր առաջ էլ ես հատուկ որ Հայաստանի առաջի հեռուստատեսության ելույթ ունեցա եւ դա հեռարձակվում էր Սփյուռքում, հատուկ նաեւ նշեցի, որ այսօր կրթական ինչ որ համակարգ են բերել մցրել նախագիծ, որի հետևում արդեն նշում են թե ինչքան փող է կանգնած եւ հասկանալիորեն այստեղ ինչ որ կամակատարներ ներողություն արտահայտությանը թույլափայել պիտի ստանան եւ այդտեղ գիտեք ինչն է հայոց պատմություն առարկան չկա այդ կրթակարգում։ Հասկանալի է թե սա ինչի է արվում եւ արվում է ինչ-ինչ խամաճիկների ձեռքով, այսինքն փորձ է արվում, որ մցվի, անշուշտ մենք մինչև դրա դեմ կպայքարենք եւ դա
հաստատ չպիտի անցնի։ Գոնե այն տեսքով ինչ որ ներկայացված է։ Այլ հարց, եթե որոշակի փոփոխություններ կլինի եւ դա չի վնասի մեր ազգային նկարագրին, կանցնի։ Փառք Այդ դեպքում չի ֆինանսավորվի։ խնդիր չի, իրենց ֆինանսը կներեք իրենց գլխին թողնի։ Ինչի մասին է խոսքը։ Մենք իրենց ֆինանսին չենք մնացել։ Ինչևէ, ուրեմն տեսեք, այսօր շատ կարևոր է երկրի տերերի խավի գիտակցությունը։ Եվ երբ որ այդ երկրի տերերը, ասենք, դա նաև հայ ապագա հայ քաղաքագետն է։ Մենք այսօր քաղաքագիտական միտք ըստ էության չունենք։ Չունենք նաև 15 թվին։ Տեսեք, սա չեմ ասում որևէ ասեմ, որ ես կուսակցական չեմ եւ որևէ կուսակցության նկատմամբ կանխակալ վերաբերմունք չունեմ։ 15 թվականին հայտնի է, որ 14 թվականին, կներեք, 14 թվականին հայ իրականության ամենաազդեցիկ ուժը հայ հեղափոխական դաշնակցությունն էր։ Երբ որ անում էր իր համագումարը պատերազմի նախօրյակին, այնտեղ ընդունվեց մի որոշում, որը նայում ես, զարմանում ես։ Ինչ պիտի անի, պատերազմը արդեն, այսպես կոպիտ ասած, հոտը զգացվում էր պատերազմի, որովհետև այսօր թերքուց սկսելու է։ Այդ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը ընդամենը առիթ է, այդ բոլորս գիտենք։ Եվ այդ ժամանակ, երբ որ երիտ թուրքերից էլ գալիս է պատվիրակություն եւ ուզում են իմանալ դիրքորոշումը, մերոնք այսպես են եզրակացության գալիս, որ թուրքահայերը ծառայության գնան թուրքական բանակ, եթե կզորակոչվեն ռուսահայերը ռուսական բանակ։ Գիտեք, սա մեր, ինչ ասեմ, քաղաքական մտքի չգոյության ըստ էության վկայությունն է, ամբողջ հարգանքով այդ ժամանակվա մեր հիանալի գործիչների նկատմամբ, որովհետև հայտնի է, որ պատերազմի գիծը երկրի մեջտեղով է գնալու։ Ինչ ասել է, թուրքահայը գնա թուրքական բանակ, ռուսահայը ռուսական բանակ, դուրս գան իրար դեմ, երբ որ հիանալի հնարավորություն էր երկիրը ապստամբությամբ ազատագրական ուղի դուրս բերելու։ Եվ տվյալ դեպքում այդ բարագային մի քիչ ավելի կոպիտ բան ասեմ, նախքան այդ էլ հրահանգը տրվեց զենքերը հանձնելու։ Շատ Արևմտահայությանը տրվեց հրահանգ զենքերը հանձնելու, կարծեմ նույն հայեղափոխական դաշնակցության կուսակցության կողմից, չէ՞, որ թվականին։ Հայդուկային շարժումը 8 թվականին հենց դադարեց։ 9-ին էր։ Երիտ թուրքերի իշխանության գալով Ինչեր է, ուրեմն տեսեք, մենք քաղաքագիտական միտք չունենք, մենք չունենք երկրի տերերի խավը, ես որ ասում եմ, սա ազնվական ինչ-որ տիտղոսներ, ազգանուններ, բաներ վերականգնելու մասին չի, չէ, վերականգնելու մասին չի, կապույտ արյան հեքիաթի մասին չի, այլ տերերի խավը։ Չէ, դա էլ կա, Արտակ ջան, դա էլ կա, գիտես ինչ, արյունն էլ է կարևոր, ի վերջո մարդը գենետիկ երևույթ է, եթե արյունը ազնիվ է մարդու, ինչ է նշանակում ազնիվ արյուն, ազնիվ գենետիկ է։ Լավ ասենք, լավ պահպանված հայ է, այսպես ասենք։ Դե Փառք Աստծո, դա մեր գեները անընդհատ Գոնե ոչ խառնածին, գոնե ոչ կամ այսպես դնենք, ոչ լյումպեն։ Երբ որ երկրի ղեկավարը, երկրի կառավարությունը, եթե լյումպեն է, այսինքն լյումպեն պրոլետար, այսպես ասած, կամ ծառա է իր էությամբ, պիտի ծառայի որևէ մեկին ասած այդպես։ Կամ եթե նա չի հասկանում ինչ է գիտությունը, չի հասկանում ինչ է արվեստը, չի հասկանում ինչ է մշակույթը, միայն գիտի թե ինչ է չարչիությունը եւ այլն, արդյունքը դա պիտի լինի։ Այսինքն պիտի լինի գիտակից խավ, որը պիտի ղեկավարի երկիրը, սա շատ կարևոր է։ Տիրոջ գիտակցությամբ։ Տիրոջ գիտակցությամբ։ Իսկ ինչ արեց այդ տիրոջ գիտակցության կորուստը որտեղից եկավ կամ ինչու է այս վիճակը։ Դա դեռ խորհրդային միջինից եկավ։ Շատ որոշակի։ Ինչ արեց։ Չէ, շատ ավելի վաղուց կար։ Չէ, բայց ուրիշ բան եմ ասում քեզ։ Տես ինչ արեց կոնկրետ խորհրդային միջին։ Այդ 70-80 տարին ինչ արեց։ Ազգի միջից հանեց նախ Աստծո հավատքը։ Չէ՞։ Հանեց ազգային գիտակցության գաղափարը, չէ՞, ազգային գիտակցությունը։ Մարդու միջից հանիր ազգային գիտակցությունը, հանիր Աստծո հավատքը, տակ ինչ մնաց։ Դրան գումարած, որ նույնքան սարսափելի է։ Այն գաղափարը, որ սա իմ երկիրը չի։ Սա իմ երկիրը չի։ Ախպեր ջան, այս պետությանը ես հակադրված եմ, որովհետև իմ պետությունը չի։ Չէ, ռուսիննա, ջիհուդիննա ումա, չգիտեմ, բայց իմ պետությունը չի։ Այս էլ իմ երկիրը չի, ինչքան կարող ես գողացիր, փախցրու։ Չէ, բանվորից սկսած մինչև տնօրենը, մինչև մյուսը, բոլորը գողանալով էին զբաղված, կլպելով, տանելով։ Այս կոպիտ օրինակը ասում են եւ շատ տեղին է, մուտքը մտնում ես շենքի կեղտոտ է, մտնում ես բնակարանը մաքուր է։ Որովհետեւ իմ մուտքը չի։ Ինչ որ իմ տնից դուրս է իմը չի այս երկրում։ Եվ հիմա երբ որ խոսում են մեր քաղաքական այրերը, ոչ մեկը չի ասում մեր երկիրը, ասում են այս երկիրը, սա ամերիկացիներից են սովորել։ Այս երկիրը, this country, you know։ Ինչքան լավ զարգանում ենք, տեսնում ես։
Այս երկրի տերը լինելու գաղափարը չկա նաև հիմա, որովհետև սա էլի վերջո շարունակությունն է։ Տխուր շարունակություն։ Տխուր շարունակություն։ Հիմա խնդիրը երկրի տերը լինելու գաղափարն է, որ պիտի դասերակվի սերնդի մեջ, եւ ոչ այդ ծրագրերով։ Որտեղ մենք խոսում ենք պատմական սխալների մասին։ Մենք այսօր թույլ ենք տալիս բաներ, որ պատմության մեջ թերևս չի եղել, բայց այսօր մենք անում ենք, դիտակցելով հանդերձ, որ մենք սրիկայություն ենք անում։ Ինչի համար՝ մի քանի դոլարի կամ մի քանի եվրոյի։